Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 10։ Որ ձեր հավատքի փորձառությունն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, գովության, պատիվի և փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Առաջին Պետրոս 1:7 խոսք։ Ուժեղ կրքեր ունեցող մարդիկ հակված են ընկճվելու ամենափոքր բանից, որը հակառակ է գնում իրենց ցանկություններին, կամ ընդհակառակը, բարձրանալու ու հպարտանալու մի փոքր բանից, որը նրանց հաճույք է պատճառում։ Տեսեք, թե ինչպիսին են մեր երկրային մխիթարությունները և ինչ կարող ենք ակնկալել դրանցից։ Դրանք փտող բաներ են։ Մի փոքր որդը կարող է ոչնչացնել մի մեծ դդում։ Մեր դդումները փտում են, և մենք չգիտենք, թե որն է դրա պատճառը։ Գուցե երկրային մխիթարությունները դեռ շարունակում են մնալ մեզ հետ, բայց դառնանում են։ Արարածը մնում է, բայց մխիթարությունն այլևս չկա։ Աստված քամի պատրաստեց, որպեսզի Հովնանը զգա դդմի պակասը, քանզի նրանք, ովքեր սիրում են գանգատվել, երբեք առանց գանգատվելու պատճառի չեն մնա։ Երբ դժվարին նախախնամական հանգամանքները մեզանից վերցնում են հարազատներին, ունեցվածքը և կյանքի հաճույքները, մենք չպետք է բարկանանք Աստծո վրա։ Այն, ինչը հատկապես պետք է լռեցնի մեր դժգոհությունը, սա է. երբ մեր դդումը վերանում է, մեր Աստվածը չի վերանում։ Մեղքն ու մահը շատ սարսափելի են, սակայն Հովնանը իր բորբոքված վիճակում երկուսն էլ թեթև բան է համարում։ Մեկ հոգին ամբողջ աշխարհից ավելի արժեքավոր է, ուրեմն անկասկած մեկ հոգին ավելի արժեքավոր է, քան բազմաթիվ դդումները։ Մենք պետք է ավելի շատ հոգ տանենք մեր և ուրիշների թանկագին հոգիների համար, քան այս աշխարհի հարստությունների ու հաճույքների համար։ Մեծ քաջալերանք է հուսալը, որ Տիրոջից ողորմություն կգտնենք, որովհետև նա պատրաստ է իր անսահման ողորմությունը ցուցաբերել։ Արդյոք զարմանում ենք, թե որքան համբերատար է Աստված իր կամակոր ծառաների հանդեպ։ Ուրեմն եկեք նայենք մեր սեփական սրտին և մեր ապրելակերպին։ Չմոռանանք, թե որքան հաճախ ենք մենք անշնորհակալ և համառ եղել Աստծո հանդեպ։ Եվ թող մեզ զարմացնի այն մեծ համբերությունը, որ Աստված շարունակ ցուցաբերում է մեր հանդեպ։